Իմ քայլը հիմնադրամի նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ արդեն 4-րդ անգամն է, ինչ հաջողակից սկսնակին ծրագրի շրջանակում տեղի ունենում ավանդական դարձած բարեգործական ընթրիք հիմնադրամի գործադիր տնօրեն Տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ։ Այս տարի ծրագրի մեծ թվով նվիրատուներից ընթրիքին մասնակցեցին 44 կայացած եւ հաջողակ գործարարներ, մշակութային, սոցիալական եւ կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է միմյանցից ոգեշնչված խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ կրկին սկսնակ կին ձեռներեցներն են։ Հայաստանի վարչապետի Տիկին եւ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնելով, որ գտնվում են այստեղ եւ իրենց նվիրատվությամբ կանգնում են հիմնադրամի կողքին։ Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ յուրաքանչյուրին այս միջոցառմանը հերթական անգամ մասնակցելու համար։ Բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն ավանդաբար մասնակցում են հաջողակից սկսնակին մեր ծրագրի նվիրված բարեգործական ընթրիքին, իմ խորին շնորհակալությունը մեզ հետ այս ճանապարհը անցնելու մեր ավանդավաճան ընկերը դառնալ։ Բոլոր այն մարդկանց, ովքեր առաջին անգամ են այս կրկին խորապես շնորհակալ եմ, որովհետև ձեզանից յուրաքանչյուրը շատ մեծ եւ թանկ նշանակություն ունի համար։ Խնդիրը ոչ միայն այն գումարն է, որ դուք փոխանցում եք, խնդիրը նաեւ այն դժվար ճանապարհն է, որ մենք անցնում ենք մեր հանրության հետ խոսակցության մեջ, երբ որ ուզում ենք համոզել, որ այս ընթրիքը նվիրված է յուրաքանչյուր մեկ հոգուն, ով կոնկրետ այսօր տվյալ փուլում ծրագրի 528 կնոջ, որոնցից յուրաքանչյուրը իսկապես սրտի թրթիռով սպասում է, որ ինքը հատկապես ինքը կանցնի ծրագրի բոլոր փուլերով եւ կստանա այն դրամական աջակցությունը, որի արդյունքում կստեղծի կամ կզարգացնի ստեղծած բիզնեսը, որի արդյունքում բարիք կստեղծի իր ընտանիքի համար, իր ամուսնուն զորավիտ կլինի, իր երեխաների ապագան կերաշխավորի, իր համայնքին օգտակար կլինի եւ վերջապես իր պետությանը։ Նախորդ փուլերում արդեն ովքեր մասնակցել են գիտեն, ովքեր չեք իմանան, որովհետև Թալինը կներկայացնի մանրամասն, 125 շահառու ունենք հաջողակից սկսնակին, այսինքն 125 հոգի ընտանիքներ, տղամարդիկ եւ կանայք եղել են այս ծրագրի շահառու եւ եթե հետևեք մեր Facebook-յան էջին եւ լրատվամիջոցներին կտեսնեք, թե որքան բան է փոխել այս ծրագիրը նրանց կյանքում։ Եվ ես ուզում եմ իմ երազանքի մասին ձեզ ասել, իմ երազանքն է, որ մեր շահառուներից, որ գա այն օրը, որ մեր շահառուները, ովքեր այս ծրագրի շահառուն են, դառնան այս ծրագրի նվիրատուները եւ մեր հետ հավասար այս տղանի շուրջ նստած լինեն։ Ես չգիտեմ, որ տարում մենք այդ արդյունքը կունենանք, բայց ես սրտակրոք սպասում եմ այդ օրվան, որ իրանց բիզնեսը այնքան աճի, այնքան զարգանա, որ իրենք կարողանան դառնալ նվիրատու։ Իմ ավելի մեծ երազանքն է, որ մենք ունենք պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիր, որը նմանատիպ ծրագիր է, աջակցում ենք բիզնես հիմնել պատերազմում հաշմանդամություն ստացած տղաներին եւ այնտեղ էլ ունենք նույն ձևով մեծ հաջողություններ։ Իմ երազանքն է, որ նրանք դառնան այս ծրագրում նվիրատու։ Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալակյանն ասում է, ծրագրի 3 փուլերը հաջողությամբ ավարտվել են, մանրամասներով դրանք։ Ծրագրի նպատակն է ոչ միայն նպաստել փոքր բիզնեսի զարգացման Հայաստանի Հանրապետությունում, այլև ստեղծել բարեգործության նոր մշակույթ եւ զայն դարձնել ավանդույթ, որպեսզի բոլորս միասին տարածենք հանրային բարիք։ Հիմնադրամի իսկության մեջ կամուրջ կհանդիսանա տարբեր բնակավարներում հաջողություն ձեռք բերած մարդկանց եւ սկսնակ ձեռներեցների միջև։ Մենք ծրագրի 3 փուլերը կարող եմ ասել հաջողությամբ ավարտին ենք հասցրել, առաջին փուլի արդյունքում ունենք 42 կանանց գործող բիզնեսներ Հայաստանի Հանրապետության մարզերում։ Երկրորդ երիտասարդի երազանք փուլի արդյունքում ունենք 58 տղամարդկանց գործող բիզնեսներ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ երրորդ ստեղծենք միասին փուլի արդյունքում արդեն ունենք 25 նորաստեղծ ընտանիքներ, որ հաղթահարեցին առաջին փուլը եւ մասնակցում են բիզնես կառավարման
կառավարման եւ պլանավորման դասընթացների։ Շուտով կներկայացնեն իրենց ծրագրերը ձևավորված հատուկ հանձնաժողովի եւ կստանան իրենց դրամաշնորհները։ Այսօր մենք կգտնվենք Սևանի ափին գտնվող Յասաման ռեստորանում մեր 4-րդ փուլի բարեգործական ընթրիքին։ Ըստ հիմնադրամի փոխտնօրենի 4-րդ փուլը կաջակցի սկսնակ կին ձեռներեցներին։ Մենք այսօր ունենք 44 ընթրիքի մասնակից եւ բավական նվիրատուներ, որոնք ընթրիքին չեն մասնակցել։ Ուրախ ենք, ոգեշնչված ենք, որ մարդիկ կհավատան եւ կվստահեն մեզ, որբեսի կարողանանք մեզ սրտադրոպ սպասող եւ մեզ թիմող 529 սկսնակ ցերներեց կիներին։ Եկեք միասին ձեր ցերքի տալով օգնենք, աչակցինք առաջին քայլերին սկսնակ ցերներեցների դեպի երազանք։ Բարեգործական ընթրիքի մասնակից նվիրատու Իրինա Բելուբեկյանն ընդգծում է Իմ քայլի հիմնադրամի կատարած աշխատանքի կարևորությունը։ Շատ մեծ հպարտությամբ եւ շատ մեծ ուրախությամբ կարող եմ ասեմ, որ դա իսկապես կարևոր աշխատանք է, որ կատարում է այս հիմնադրամը։ Մեր նման մարդիկ, կայացած բիզնեսներ, կայացած գործարաններ պետք է անհրաժեշտ է հպարտանքով, պետք է ուղղակի աջակցեն նման ծրագրերին, որտեղ այն, ինչ որ մենք տեսանք այստեղ այսօր, շատ կարևոր էր եւ այդ ծրագրերի իրականացումը եւ այդ ծրագրերի փաստացի հասանելիությունը այն մարդկանց շատ կարևոր է, որը ապացուցում է, որ գումարները եւ հավաքված գումարները եւ աջակցությունը գնում է շատ նպատակաուղղված։ Շատ շնորհակալ ենք ձեզ ձեր կատարած աշխատանքի համար։ Բարեգործական ընթրիքի Միացյալ Նահանգներից ժամանած մասնակից նվիրատու Կարեն Մեյմարյանը նկատում է այս ծրագիրը մարդակենտրոն է եւ խրախուսում է բիզնեսի տարածմանը, հույս տալիս մարդկանց։ Ներկայացնում եմ Fat and Happy Beverages ընկերությունը ԱՄՆ-ից, որը հայկական ամենաառաջադեմ ապրանքներն է ներկայացնում ԱՄՆ-ում եւ չէի կարող անտարբեր անցնել ներհայաստանյան այս կարևոր իրադարձության հանդեպ, ինչի համար, որովհետև եւ բարեգործության ընկալումը եւ այս ընթրիքի նպատակները շատ տարբերվում են եւ համահունչ են մեր այսօրվա օրակարգին եւ մարդակենտրոն են, խրախուսում են Հայաստանում բիզնեսի տարածումը, կանանց, երիտասարդ մարդկանց, մի խոսքով ասած հույս են տալիս ապրելու մեր այս ժամանակներում, որը մեր համար անչափ կարևոր է։ 10 տարի ապրելով Հայաստանից դուրս բազմաթիվ միջոցառումների եմ ներկա եղել գործի բնույթով կամ սրտի կանչով։ Տեսել եմ տարբեր օրակարգ, բայց այսօր տեսնելով ինչ աշխատանք է կատարել Իմ քայլը հիմնադրամը, շատ տպավորված եմ, որտեղ ամեն ծրագրի հետևում բազմաթիվ ճակատագրեր են փոխված եւ այս ծրագրերը պետք է շարունակական լինեն։ Բարեգործական ընթրիքի մասնակից նվիրատու Սուսաննա Այսիկյանին ոգևորել եւ հրապուրել է այն, որ ծրագրով օգնում են երիտասարդներին։ Ծրագրերը, որոնք որ կապված են, որ կարող են երիտասարդ ընտանիքներին օգնել, կարող են ուսման ուղարկել երեխաներին, ինչա հրապուրեց, որ կարող են զարգացնել փակսորեն բոլոր տեսակի ոլորտները, որոնք որ կան Հայաստանում։ Այնպես որ շատ շնորհակալ եմ, որ այսպեսի մի հիմնադրամ կա, որը օգնում է երիտասարդությանը, որտեղ ինքս աշխատում եմ երիտասարդների հետ եւ շատ ցանկանում եմ, որ իրենք առաջ գնան, ինչքան առաջ գնան, այդքան լավ կլինի մեր երկրի համար։ Եվ շատ գեղեցիկ, շատ լավ էր, որ ներկայացրեցին, որ ոլորտներն են, որ կարողանան մարդիկ ներդրումներ անել այդ ոլորտներում, կարողանան ծրագրերը շարունակել։ Այնպես որ շատ շնորհակալ եմ, որ ներկա է այստեղ եւ տեսա այդ ամենը։ Այս տարվա բարեգործական ընթրիքը նշանավորվեց նաև նրանով, որ ծրագրի նվիրատվության ընդհանուր թիվը կրկնապատկվել է, ինչը փաստում է, որ առաքելությանը հավատացողների, հիմնադրամին սատարողների, հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատողների թիվն աճել է։ Դիմումների թիվը եւս աննախադեպ աճ է գրանցել։ Հիմնադրամին դիմել են 529 կին ձեռներեցներ, որոնցից 421-ը Հայաստանի տարբեր մարզերից, իսկ 108-ը Երևանից։